Հա, հենց միանգամից հենց ինքնաթիռի դրան մոտից գանք եկան կալանավորեցին տանան այդ կարամ ասեմ։ Այդ շտապողականությունը ինչով եք պայմանավորում, արագ դատական որոշում, արագ կալանք։ Գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, Սամվելոտից դուրս եկավ, երևի աստիճաններով։ Չէ, հենց Սամվելոտի դռնից հենց դուրս եկավ միանգամից կալանավորեցին, ինքը գիտեր, ինքն էլ տեսանքի մեջ տեսնում եք, ասում է ձեզ սպասում էի, սենց է սպասում էի։ Իմ համար զարմանալի արիություն, զարմանալի խիզախություն, բավական մեծ ժամկետի հետ գործ ունենք, 6 տարուց ավել, ինքը ասեց, հա ես առաջնորդության հայտ ներկայացրած մարդ եմ, ես չեմ կարող հեռու մնալ, երկրից դուրս մնալ ու որոշեց եկավ։ Միթե այդքան վտանգավոր էր Դավիթ Համբարձումյանը, որ այստեղ դրսում այսքան ոստիկանական զորք է եւ այնտեղից էլ անմիջապես կալանավորել են։ Ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար սարսափելի վտանգ է ներկայացնում։ Ցանկացած մտածող, խոսող մարդ այս իշխանության համար ծայրահեղ վտանգավոր մարդ է։ Ու Դավիթ Համբարձումյանը իր այս քայլով մարտահրավեր նետեց այս ձերբակալությունների, այս կալանքների, այս շղթային, այս անվերջանալի շարանին, դա կոտրեց, ինքը կոտրեց, իր օրինակով ցույց տվեց, որ ոչ թե պետք է վախենալ, ոչ թե պետք է ուղղակի անիմաստ զավզակությամբ զբաղվել, ինչպես ես եմ դա գնահատում, այլ գործելապետ, պետք է քայլ անել, պետք է չվախենալ։ Պարմենակ ունեն այս կալանավորումի իմպիչմենթի գործընթացի վրա։ Բացարձակապես ոչ մի վատ առումով, իսկ դրական առումով կարծում եմ մեծ լավ ազդեցություն կարող ունենա, որովհետև իմպիչմենթի թեկնածու շարունակում է մնալ, միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը, քանի դեռ ուժի մեջ մտած վճիռ չկա, իսկ վճիռը ուժի մեջ կմտնի, ձեր օրինակով կհիշեք, 2000 բողոքարկելուց հետո սա այդ դեպքն է, մինչև վճիռը ուժի մեջ մտնել է, ինքը պաշտոնապես համարվում է իմպիչմենտի վարչապետի թեկնածու, եթե այլ որոշում չկայացվի իր մասով արդեն դա պատմվում է։ Այդքան տարիներ արժեր իշխանություններին նվիրել, եթե քաղաքական հետապնդում են համարում, որտեղ կարող էր չվերադառնալ։ Այս իշխանություններին դաժե մի ժամ չարժի նվիրել, եթե նվիրելու բանի մասին է խոսքը գնում։ Ես դες հավատացնում եմ, Դավիթ Համբարձումյանը կարող էր շատ հիանալի ժամանակ անցկացնել Մոսկվայում, շատ հետաքրքիր արևադարձային երկրներում, ծովափներում եւ այլն։ Ես այնտեղ տեսա ինչպես էր հայ համայնքը այնտեղ իրան ինչ մեծարումով, ինչ օվացիաներով էր դիմավորում, ես տեսել եմ այդ մարդը այդ հնարավորությունը ուներ, հանգիստ ուներ այդ հնարավորությունը։ Ինքը դրա փոխարեն ընտրեց գալ լինել Հայաստանի բանտում, քան օտարության մեջ ազատությունը, այդ իր ընտրությունն է։ Տեսեք, դուք խոսում եք ժողովրդի շրջանում Դավիթ Համբարձումյանի ընդունված լինելու, սիրված լինելու մասին։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ քաղաքական կշիռ չունի Դավիթ Համբարձումյանը։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք բազմահազար, մի քանի հազար մարդիկ են հավաքվել աջակիցներ, ոստիկանական մեծ ուժեր են, որոնք շարունակում են համալրվել, արդյոք սա խոսում է կշռի բացակայության մասին։ Այո, սա հենց խոսում է, որ Դավիթ Համբարձումյանը ոչ մեկի պետք չի։ Այդտենց որ ոչ մեկի պետք չի լինում մարդը, սենց բան են անում, տասնականի ավտոբուսով ոստիկան են բերում, բան չեք տեսել, բոլորին սենց են դիմավորում, բոլոր Հայաստան ժամանողների սենց են դիմավորում, սովորական մարդկանց էլ։ Պարոն Մալյան, դուք փորձեցիք տարհամոզել իրեն, դուք այդ ընթացքում, որ այնտեղ եք, ինչ եք ասել իրեն։ Ես թույլ չէի տա ինձ նման բան ասեի, բայց այդ ընթացքում Դավիթ Համբարձումյանը Հայաստանից ստանում էր բազմաթիվ զանգեր, այդ թվում նաև լրագրողական շրջանակներից, բոլորը զանգում էին, ասում էին մենք կհասկանանք, եթե դու որոշես մնաս, մենք քո կողքին կլինենք, ինքը բոլորին շատ սկզբում առաջի անգամ քաղաքավար, երկրորդ անգամ հեռախոսով շղթացնում դնում էր, ասում էր ինչ չզանգեք, սա պատվի հարց է, սա արժանապատվության հարց է, այսինքն ոնց կարող է մարդը, որ առաջնորդության հայտ է ներկայացրել, այսինքն ինքը երբ որ ընդունում էր իմպիչմենտի վարչապետի թեկնածու լինելու առաջարկը, ինքը այս ամեն ինչը գիտեր, չէ՞, ժողովուրդ ինչ որ նորմալ չի կատարվել, չէ՞։ Մենք սա հասկանում ենք, որ ով մի հատ sense գլուխը հանում է
իր բնից ինչ որ բառը ասում, էլ չեմ ասում, որ առաջադրվում է տեխնացու եւ այդ մարդուն հավաքում տանում են, ինչը նորություն է, ես էլ եմ նստել ժողովուրդ։ Ես Սամվելին էլ եմ բանալ է բռնել։ Կանխել ինչու չի ստացվում։ Ինչը կանխել։ Այս իրավիճակը, այսինքն համակերպումն է։ Հիմա քաղաքական առումով կարող եմ ուղղակի, եթե երկար չասեմ, կարող եմ ասել, որ միասնականություն օրակարգի շուրջ զավզակության տեղը քաղաքական դաշտում գործ, սա այս քայլը գոնե թող լինի Դավիթ Համբարձումյանի արած այս քայլը թող լինի օրինակելի քայլ ամբողջ ընդդիմադիր դաշտի համար, որպեսզի հասկանան, որ մարդիկ ինչքան լուրջ են ընդունում իմպիչմենտի գործընթացը։ Կրկնում եմ, մարդը 6 տարի ազատազրկումը շարունակեց իր վրա, իր կամքով հելավ եկավ բանդ, եւ այսքանից հետո եթե ինչ-որ մեկը ասի իմպիչմենտը, հատկապես ընդդիմությունից ասի իմպիչմենտը անլուրջ գործընթաց է, այս ուղղակի կլեն մի հատ այսպես կապտակ եմ այդ մարդուն, անկախ այդ մարդու տարիքից ու նախկինում զբաղեցրած պաշտոնից։